Շատ տենց ինտելեկտուալ մարդիկ, հիմնականում գրականագետներ, արվեստաբաններ, գիտնականներ եւ այլն, իրանք օրինակ մտածում են, միշտ խոսակցության մեջ շատ մեջբերում են բուդդիզմից, հինդուիզմից, շատ են խոսում դրա մասին, երբ որ օրինակ իմ հետ տենց դեպք ա եղել, երբ որ ես ասել եմ, որ սա օրինակ ձեր ասածը բուդդիզմը քրիստոնեության հետ կապ չունի, ասել եմ, բայց չէ, որ մարդիկ պիտի ամեն ինչ իմանան, ես համաձայն եմ դրա, որ մարդիկ պիտի ամեն ինչ չեն կարող իմանալ, բայց հնարավորինս իմանալ, ես ասել եմ, իսկ դուք հայրմերը գիտեք, ինքը օրինակ չգիտեր հայրմերը, այսինքն ինչն է այստեղ ամենամեծ խնդիրը, որ այդ մարդիկ հիմնականում անտեղյակ են լրիվ քրիստոնեությունից, ունեն մի հատ քրիստոնեության մասին կարծրատիպ, որ քրիստոնեությունը էս ինչն է, մտածում են դե քանի որ մենք գիտենք պի թիվը եւ քրիստոնեությունը, կարելի է անցնել արդեն բուդդիզմին, ու ճանաչել բուդդիզմը, բայց իրականում այս մարդկանց մեծամասնությունը տեղյակ չի քրիստոնեությունից, թե ինչ է քրիստոնեությունը եւ ինչն է ամենամեծ խնդիրը, որ քրիստոնեությունը ճանաչում են ընդհանրապես որպես բարոյական համակարգ կամ բարոյականության համակարգ։ Իհարկե, որ այս թեմայի մասին խոսելուց ամբողջական ծավալով եթե վերցնենք, մենք սկզբից խոսեինք հեթանոսական բարոյականությունից ու բարոյական ընկալումներից, անցայինք հրեական բարոյական ընկալումներին եւ քրիստոնեական բարոյական ընկալումներին, բայց քանի որ մենք այդ երկար ժամանակ չունենք, մենք հուսով ենք, որ մոտավոր պատկերացումներ ունենք այս ամեն ինչի մասին, ու տեսեք ինչն էր ամենամեծ խնդիրը վերադառնալով մեր թեմային, առաջինից երրորդ դարերի, որ քրիստոնյաներին անընդհատ մղում էին ոչ թե հրաժարվելու Քրիստոսից, այլ դիցերին զոհ մատուցելու, հավատալու, որ այդ դիցերն կան։ Ես Սուրբ Գրիգոր Լուսավորչի վարքի մեջ ենք մենք ես հստակ տեսնում։ Իրան չեն ասում, դու ասա, որ ես չեմ հավատում։ Իրան ասում էին, որ Գրիգոր Լուսավորչին ասում էին Անահիտին զոհ մատուցին, եւ ինչն է ամենազարմանալին, որ մենք հռոմեական կայսրությունում գիտեք, որ շատ դատական ակտեր ունենք պահպանված քրիստոնյաների նահատակության, ու առյուծների մոտ էին իրանց հրապարակներում, կոլիզեյներում առյուծների առաջ էին գցում, գլադիատորական մարտերին էին իրանց որպես զոհեր տանում եւ այլն, ու բոլորի վերդիկտը անհավատությունն էր, աթեիզմ էր, եւ քրիստոնյաները դատապարտվում էին աթեիզմի համար, որտեղ ամբողջ հռոմեական կայսրությունում աթեիզմը դա քրեական հանցագործություն էր։ Չէր կարելի լինել աթեիստ ամբողջ հռոմեական կայսրությունում, որտեղ աթեիստ լինել նշանակում էր նախ եւ առաջ մերժել կայսրին։ Ու մի շատ հետաքրքիր գաղափար կա, զարգացնելով այս միտքը, Շոպենհաուերը, չգիտեմ գիտեք իրան թե չէ, փիլիսոփան, որը աթեիստական փիլիսոփա է, ինչ խոսք, մի շատ հետաքրքիր միտք ունի, որ ասում է իրականում աթեիզմ միայն աթեիստ կարող է միայն լինել Քրիստոս։ Ինչի կարող է լինել մենակ Քրիստոս աթեիստ, որովհետև մենակ ինքն է Աստծուն ճանաչում, ինքը գիտի ամբողջությունը Աստծո, իսկ կարելի է մերժել մենակ այն ինչը գիտես, ինչը ճանաչում ես։ Այն ինչ դու չես ճանաչում, նաև մերժել չես կարող։ Բայց մեր եկեղեցու վաղ քրիստոնյաները թեև Աստծուն ամբողջովին չէին ճանաչում, բայց գիտեին, որ այս կուքերը չկան, գոյություն չունեն, ու չէին հավատում իրենց։ Ու տեսեք, բայց մարդկային միտքը ինքը շատ դժվար է սովորում ազատությանը, շատ դժվար է սովորում Աստծո հետ կենդանի կապին։ Մենք երբ որ մենք կարդում ենք երկրորդ դարի, երրորդ դարի քրիստոնեական հայրերին, մենք տեսնում ենք, թե նախ եւ առաջ այդ քրիստոնյաները ինչ մեծ վստահություն ունեն իրենց վրա։ Տերտուղիանոսը Հռոմի կոնսուլին իր նամակում ասում է դիմեք յուրաքանչյուր քրիստոնյայի, ասեք մարդ, որը իր համար նստած է միտեղ, թող գնա ինքը ձեր կուռքերի առաջ ու ձեր կուռքերը իրենք իրենց բերանով կասեն, որ իրենք սատանաներ են։ Ինչքան մեծ է մարդու վստահությունը, որ յուրաքանչյուր քրիստոնյա անշունչ փետին, ոսկուն,
քարին, եսի միջին կարա խոսացնի, հասկանում եք, ինչքան մեծ է այդ կենդանի կապը, այդ ներկայությունը, ինձ շատ մեծ է, չէ՞։ Ու հետո այս իրադրությունը, այս իրավիճակը շարունակվեց այնքան ժամանակ, մինչև Կոստանդիանոս մեծ կայսեր հրամանով ընդունվեց Միլանի էդիկտը 311 թվականին, որտեղ թույլատրվեց քրիստոնեությունը դավանել մյուս կրոնների շարքում։ Այս էր շատ կարևոր բան, որովհետև հատկապես կա որ Հռոմի Պապը նոր ընտրվել դրա շատակություն։ Շատ են ասում, որ մեզնից հետո քրիստոնեություն ընդունել է Հռոմը, 311 թվականին։ Բայց 311 թվականին Հռոմը չի ընդունել քրիստոնեությունը որպես պետական կրոն։ 311 թվականին Հռոմը թույլ է տվել քրիստոնեությունը դավանել մյուս կրոնների շարքում ու լիքը բայցերով, բայց չպիտի որևէ տաճարական առևտուրը, ինչի մասին ես խոսում էի, առաջի մասում, առևտուրը, էկոնոմիկան և մարդկային հարաբերությունները, հասարակական հարաբերությունները չպիտի քանդվեին քրիստոնյաների համար, այդ հստակ այդ պայմանը դրված էր, և քրիստոնեությունը պետական կրոն, որպես ընդունեց արդեն Թեոդորոս II կայսրը, կամ Թեոդորոս մեծը, որտեղ այո, արդեն դարձավ Հռոմի հիմնական կրոնը քրիստոնեությունը և կայսրերի պաշտամունքը դուրս եկավ մի որոշ ժամանակով։ Ու ինչն է ամենահետաքրքիր մասը ստեղ, ուրեմն երբ որ Կոստանդիանոս կայսրը սկսեց լոյալ տրամադրվել քրիստոնյաների նկատմամբ, գիտեք պատմությունը հուսով եմ, որ խաչի նշանը եկավ, սրանով պիտի հաղթես և այլն, ու ինքը հաղթեց Կոստանդիանոսը խաչի նշանով։ Այն բոլոր մարդիկ, ովքեր հալածում էին քրիստոնյաներին, բոլոր չինովնիկները, գեներալները, հարկահավաքները, սկսեցին հերթ կանգնել, շարվել մկրտվելու համար, քրիստոնյա դառնալու համար։ Եվ սրան որպես հակազդեցություն առաջացավ բանականությունը, որովհետև մարդիկ հասկացան, որ չէ, հիմա եթե այս այն ժամանակ պետք է մկրտվեի քրիստոնյան լինել, դա համարձակություն էր ու հրաժարում էր լիքը բաներից, հիմա քրիստոնյա լինելը պաշտոն ստանձնելու համար է, ոնց որ ասենք, չգիտեմ, կոմունիզմի ժամանակ գնում են կոմպարտիայի անդամ էին դառնում, չէ, պաշտոն ունենալու համար, նույն ձևի քրիստոնեությունը դառավ տենց։ Ու ստեղ այս մեծ հոսքի հետ մարդկանց էլի որոշ համայնքներում մտան այն բաները, որոնց համար քրիստոնյաները, որոնց չհավատալու համար քրիստոնյաները նահատակվում էին։ Ու էլի հարց առաջացավ հավատալու ու չհավատալու։ Ու քրիստոնյա լինելու խնդիրը միայն հավատալը չի, քրիստոնյա լինելու խնդիրը նաև չհավատալը։ Չհավատալը այն բոլոր բաներին, որոնք Աստված չեն։ Ու այդ նահատակությունը ու այդ խնդիրը մենք հիմա էլ ունենք մեր մոտ։ Ինչի՞ է եկեղեցին անկախ ամեն ինչից նշում այդ ամեն ինչը, որովհետև իրականում, եթե այս մեր օրերում, հենց այսօր 2025 թվականի մայիսի 11-ին, եթե դուք դադարեք հավատալ այն ամեն ինչին, ինչը Աստված չի, դուք ամենակիչը կլինեք վտարված մարդիկ, ձեզ չեն ընդունի, չեն հասկանա, թե դուք ով եք, դրան զուգահեռ կամ դրան գումարած նաև շատ տարօրինակ մարդիկ կլինեք, եթե տենց չսպանեն, բայց շատ տարօրինակ կլինեք, որովհետև հիմա բոլոր մարդիկ իրար հետ ինչով են շփվում, չէ, բոլոր հարաբերությունների հիմքը ֆրեյդիզմն է, յունգիզմը, այդ կիսաթեոսոֆիական ինչ-որ գաղափարները, որոնք Աստված չեն։ Հիմա կա այդ նումերոլոգիան, չէ, դու չգիտեմ, փետրվարի 43-ին ես ծնվել, ես ինչ էներգիան ունես, այս ունես, այն ունես, չգիտեմ, ստեղից վիշապն է գալի, ինձ կողմն է գալի, եւ այլն, այս ամեն ինչով, տենց են մարդկանց նայում, ու երբ որ, ասենք դու ասում ես, բայց այս բաները չկա, քեզ հռչակում են կամ անխելք մեկը, կամ չհասկացող մեկը, բայց
ամենաիդեալական պատասխանը, որ տվել են ինձ, այդ մի երիտասարդ աղջիկա տվել, դուք դեռ չեք լուսավորվել։ Հասկանալու համար, որ կով եւ ոչխարը որոշում են ձեր կյանքը ու ապագան, ու թե դուք երբ եք ծնվել, որ ժամին ու քանի կիլո։ Ու նման բաները ցավոք սրտի մեր կյանքի որոշումների ժամանակակից աշխարհում կյանքի որոշումների հիմքն են դարձել։ Ու յուրաքանչյուր քրիստոնյա հենց հիմա է, հենց այս պահին է, այդ ընտրության առջև կանգնած է, հավատալ դրանց, թե չհավատալ։ Ու ինչն է ամենամեծ խնդիրը։ Տեսեք, մեր բողոքական քույրերն ու եղբայրները, որոնք շատ մեծ կռիվ են տալի, չէ՞, սրբապատկերների դեմ, խաչերի, նշանների դեմ եւ այլն, որոնք ըստ էության ուրիշտեղ մարդուն չեն կարող տանել։ Հա, այսինքն պետք է բերեն Աստծո մոտ։ Բայց միևնույն ժամանակ անգամ այն մարդիկ, ովքեր իբրև թե դրանք ովք են ընդունում, անգամ այդ մարդիկ շատ հակված են այդ պրակտիկաներին, որոնք լրիվ ուրիշտեղ են տանում մարդուն, լրիվ ուրիշտեղ են տանում մարդուն։ Ու սիրելիներ, մենք բոլորս հիմա էլի Կարմիր կիրակի խորհրդի մեջ պիտի որոշենք, թե ինչին ենք հավատում ու ինչին չենք հավատում։ Եվ պիտի պատրաստ լինենք նահատակվելու մեր չհավատալու համար, որովհետև ընտրել Աստծուն նշանակում է չընտրել այն ամեն ինչ, ինչ Աստված չի։ Իսկ եթե մենք այն ամեն ինչ, ինչ Աստված չի դնում ենք մեր կյանքի կենտրոնում, մենք էլ Աստծուն տեղ չենք թողում դա, որովհետև մեր փրկagorցությունը ու Քրիստոսի արյունը նրանով է անգին, որովհետև այդ միակ արյունն է, որ կարող մեզ փրկեր։ Ուրիշ արյուն չէր կարող մեզ փրկեր։ Միակ այդ արյունն է, որ մեզ կարող փրկեր։ Իսկ եթե մենք ասում ենք, դեռ թող Քրիստոսը այնտեղ լինի, այնտեղ Զևսը լինի, այնտեղ Յուպիտերը, այնտեղ չգիտեմ ով, այդ նշանակում է, որ մենք ասում ենք, մենք գինը գցում ենք այդ ամեն ինչի։ Մենք ասում ենք, որ դա սովորական բան է, լրիվ սովորական բան է։ Ինչպես են բոլոր մարդիկ, ովքեր մտածում են, որ Քրիստոս Աստված չէր, հա, օրինակ Եհովայի վկաները, չգիտեմ, ադվենտիստները եւ այլն, ովքեր Քրիստոսի մեջ Աստված չեն տեսնում։ Որովհետեւ եթե մարդու արյունը կարող է փրկել, այնա հավատ մարդ կարելի է խաչել մնացածի փրկության համար։ Քանի որ թանկ գնով գնվեցինք, այդ դինը պիտի պահենք մենք, մեր Տեր Հիսուս Քրիստոսի արյունը։ Եվ նաեւ յուրաքանչյուրս մենք մեզ պիտի հարց տանք, թե ինչին ենք մեզ հավատում ենք Աստծուն։ Ուրեմն ինչին պիտի չհավատանք։ Հա, իհարկե էս էլ պետք է ծայրահեղությունների, հա, չհասնի, եւ պետք է մենք կարողանանք տարբերել գործիքը, հավատքի գործիքը զուտ հավատքի էությունից ու հավատքի առարկայից, բայց միևնույն ժամանակ նաեւ մեր շրջապատում պետք է մենք ցույց տանք հստակ մեր վարքով, մեր կյանքով, որ պետք չի հավատալ այդ ամեն ինչին։ Չէ՞ որովհետև մանավանդ մեր ազգային կյանքում շատ սնահավատություններ կան, ինչն է հետաքրքիր, ես մի բան ասեմ ու սրանով կավարտեմ, որ մեր ազգային սնահավատությունները հիմնականում սլավոնական սնահավատություններ են։ Բուն հայկական, հա, ուրեմն հայկական հենց։ Սնահավատությունները շատ քիչ են, չեմ ասում չկան, բայց շատ քիչ են։ Մեծամասնությունը եկել է սլավոնական մշակույթից, ցարական Ռուսաստանից, Խորհրդային Միության ժամանակ։ Մեր ազգայինը բուն հայկականը շատ քիչ է ու հիմնականում ավելի մշակութային արվեստի հետ է կապված, էլի, ոչ բանի հավատալիքի հետ է կապված։ Բայց ցավոք սրտի կան նրանք ու երևի չգիտեմ, մենք երկար ենք ցարական Ռուսաստանի գերիշխանության տակ ապրել, Խորհրդային Միությունն դեմի պետություն ենք եղել 70 տարի, ու երևի ժամանակ է պետք, որ մենք վերագտնենք մեր արմատները ու հրաժարվենք այն ամեն ինչից, ինչ է մեր կյանքը բարդացնում ու դժվարացնում, բայց դրա համար նախ եւ առաջ մենք պետք է ունենանք գիտակցող մարդիկ, ովքեր այս 21-րդ դարում 2025 թվականին էլի պատրաստ են
Սետրակի, Միսակի ու Աբեդնագովի նման կայսրին ասել, որ քո ոսկե արձանը չենք պաշտելու մենք ու թեկուզ հնոցը գնան, բայց չպաշտեն այդ դին, այսպես ասած, կամ կուրքը։ Այսքանը